1992 թվականի հունիսի 6-ին Չայլուի պաշտպանության ժամանակ զոհվեց միջնադարյան ասպետի նման խիզախ ու վեհանձն Վլադիմիր Բալայանը։ Վլադիմիրի զոհվելու լուրն առնելուն պես Ազգալդյանն ասես մեկ օրվա ընթացքում ծերացավ։ Մարտիկներն առաջին անգամ արցունք տեսան հրամանատարի աչքերում։ Մատուս տվեց մեզ բոլորիս, որ մենք զենքով կարող ենք մեր երկիրը պահել։ Այն մակարդակը, որ ինքը ուներ, կամ ունի, կամ այդ մակարդակի մարդ ամեն ժողով ծնում է 3-4 բար մեկ։ Այդ պետք է պահող մենք հասկանանք և ամագը, որը ինքը դրել է այս երկրի վրա, չթողնենք ոչ մի կաթի հետ պահանջի։ Դա է ամենակարևորը մեզ բոլորիս համար, որովհետև ինչ արել է այս մարդը, դա ամեն մեկը չի կարող անել։ Իրոք մեզ բոլորիս նա տվել է մակարդակ, դուք հասկանում եք, զինվորի մակարդակ, նա զոհվել է, նա գնացել է դեպի աստվածներ, որտեղ այնտեղ իր պահանջը կա, հավանաբար այդ է իմաստը։ Ուրեմն պետք է երկիրը պահենք, որ նա չլինի նահատակ, նա զոհ է, ոչ նահատակ։ Այս մարդը ոչինչ չի ափսոսացել, ոչինչ, ոչ ընտանիք, ոչ առողջություն, ոչ միտք, ոչ էներգիա, ոչ ժամանակ, ոչ մի բան չի ափսոսացել ձեզ համար, այս հորի համար։ Մարտական ընկերոջը հուղարկավորելուց հետո նա երկար կանգնեց հողաթմբի մոտ, ասաց. «Մեկ է, ես շուտով գնալու եմ երկնքում հանդիպեմ Վլադիմիրին»։ Ապա դառնալով իր զինվորներին դիմեց. «Գիտեմ, դժվար է, սակայն փորձության ժամին չզլանաք, կանչեք Վլադիմիրին և նա կհասնի օգնության»։ Վլադիմիրը եղել է հիմնադիր քարը Արցախում Մարտակերտի մեջոգադը և ինչքան ռազմական գործողություններ է այն ժամանակի շրջանը զոհերը շատ քիչ եղել են մեր ջոգադին մեջ և հաջողությունը շատ։ Ի շնորհիվ Լեոնիդը և Վլադիմիրի։ Վլադիմիրը ջոկատի 6-րդ զոհն էր, 7-րդը ընդամենը 12 օր անց եղավ ինքը Լեոնիդ Ազգալդյանը։